2026 թվականին տիեզերքը ձեզանից շատերի համար պատրաստել է ոչ միայն մեկուսացված իրադարձություններ, այլև խորը փոփոխություններ, որոնք կփոխեն ձեր հարաբերությունները աշխարհի, ձեր և շրջապատի մարդկանց հետ։ Ես տեսնում եմ աննախադեպ հնարավորություններ և շոշափելի մարտահրավերներ, դրանք հանկարծակի չեն գալիս, այլ նախապատրաստում են հողը ծարտնկելու համար, որի արմատները կպահեն ձեզ ցանկացած փոթորկի մեջ։ Այս նշաններից յուրաքանչյուրն ունի իր բնավորությունը, իր տեմպը և իր իմաստությունը։ Խոյ։ Առաջնորդության իմպուլս գործողության մեջ։ Ես զգում եմ, որ խոյը արթնացնում է ոչ միայն կամք, այլև անհրաժեշտություն առաջնորդելու իրեն շուրջը փոփոխությունները։ 2026 թվականին դուք կլինեք իրավիճակների շեմին, որոնք պահանջում են վճռական գործողություններ և արագ որոշումների կայացում։ Սա համանավաճ ժամանակն է, երբ հին կասկածները նահանջում են, տեղ թողնելով մաքուր նախաձեռնության համար։ Դուք կամ առաջինը կլինեք գաղափար առաջարկողը, կամ առաջինը կիրականացնեք այն։ Որպես աստղագուշակ իմ խորհուրդն է՝ չվախենալ տեսանելի լինելուց։ Առաջնորդությունը պարտադիր չէ, որ նշանակի միայնություն, այն ենթադրում է պատասխանատվություն և առաջնորդելու ունակություն, ինչպես նաև ձեզ հետևողներին լսելու արվեստը։ Ձեր ներքին կրակը կլիցքավորի ձեզ, բայց կարևոր է այն կառուցողականորեն ուղղորդել, պլանավորման, լիազորությունների պատվիրակման և ազնիվ խոստումների միջոցով։ Խոյերը, ովքեր համարձակվում են հիմա առաջին քայլն անել, կզգան կարիերայի կամ նախագծի արագացված զարգացում, իսկ ձեր անձնական կյանքը կբացի նոր հնարավորություններ, եթե նախաձեռնությունը ձեռնարկեք ձեր զուգընկերոջ նկատմամբ հոգատարությամբ և հարգանքով։ Ցուլ։ Աշխատանքի պտուղները և ամուր հիմքը։ Ես ցուլի մեջ տեսնում եմ անհավանական ցանկություն ամրապնդելու իրենց տարածքը և կյանքը կայուն դարձնելու։ 2026 թվականը ձեզ պարգևատրելու է ձեր երկարատև ջանքերի համար, ոչ պարտադիր փայլուն, այլ հավատարիմ և հետևողական։ Ձեր աշխատանքի պտուղները կարող են նյութականացվել ֆինանսական կայունության, անշարժ գույքի կամ կարևոր պայմանագրի տեսքով, որը ձեզ անվտանգության զգացում կտա։ Որպես երկնային ազդեցությունների փոխանցման միջոց, կարևոր է իմ համար նշել. սա ձեր արմատները, ընտանեկան, մասնագիտական և նյութական սնուցելու ժամանակն է։ Կառուցեք մի համակարգ, որը կդիմանա ժամանակի փորձությանը։ Կազմեք երկարաժամկետ ծրագրեր, ստեղծեք ռեժիմ, գնահատեք ռիսկերը և ամրապնդեք ձեզ աջակցող հարաբերությունները։ Դուք պարտադիր չէ, որ շտապեք արկածացների մեջ անմիջական շահույթի համար։ Ընդհակառակը, ավելի շահավետ է երկարաժամկետ ներդրումներ կատարելը։ Զգացմունքային առումով սա հասունության տարի է։ Դուք կսովորեք գնահատել կայունությունը որպես շխություն և որպես հանգիստ ուրախության գործիք։ Երկվորյակներ։ Բառերի և նոր կապերի ուժը։ Ես տեսնում եմ երկվորյակների պատկերը, որոնք աշխարհի հետ շփվում են նոր հաճախականություններով։ 2026 թվականը կլինի այն ժամանակը, երբ հաղորդակցությունը կդառնա փոխակերպման միջոց։ Ձեր ասած խոսքերը կունենան կշիռ, իսկ ձեր ստեղծած կապերը կզարգանան իմաստալից դաշինքների։ Ես զգում եմ, որ ձեր հետաքրքրասիրությունն ու ճկունությունը թույլ կտան ձեզ կողմնորոշվել աշխարհների միջև, տեղեկատվական, մասնագիտական և սոցիալական, և գտնել անսպասելի հնարավորություններ։ Առջևում են հրապարակայնություն, ելույթներ կամ ակտիվ ցանցային կապեր պահանջող նախագծեր։ Նրանք, ովքեր կօգտագործեն իրենց ճարտասանությունն ու համոզիչ հմտությունները, կառաջխաղացվեն։ Ներքուստ սա կլինի այն ժամանակահատվածը, երբ դուք կվերագնահատեք ձեր սոցիալական շրջանակը։ Հին կապերը կարող են լուծարվել, մինչդեռ նորերը կամրապնդվեն և շատ ավելի արժեքավոր կլինեն։ Իմ մեղմ առաջարկը՝ զտեք աղմուկը և ուղղորդեք ձեր մտավոր էներգիան այնպիսի զրույցների մեջ, որոնք ստեղծում են ապագան, այլ ոչ թե պարզապես լցնում են ժամանակը։ Առյուծ, ճանաչում և բեմ բարձրանալ։ Ես նայում եմ առյուծին և տեսնում եմ պայծառ լուսարձակ։ 2026 թվականին ձեզանից շատերին հնարավորություն կտրվի մտնել լուսարձակի տակ։ Սա տաղանդի ցուցադրման տարի է, երբ նվաճումներն ու ստեղծագործականությունը վերջապես կճանաչվեն։ Ոմանց համար սա իսկական առաջընթաց կլինի՝ հրապարակային ելույթներ, բարձրակարգ նախագծեր, ղեկավար պաշտոններ, մինչդեռ մյուսների համար դա կլինի սեփական նշանակության ներքին գիտակցություն և իրենց դրսևորելու քաջուրություն։ Իմ դերն է հիշեցնել ձեզ, որ ճանաչումը գալիս է նրանց, ովքեր ոչ միայն գիտեն փայլել, այլև պատասխանատվություն են կրում իրենց ազդեցության համար։ Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեր հեղինակությունը կառուցելու համար։ Եղեք առատաձեռն ուրիշներին ճանաչելու հարցում, ուշադիր մանրուքների նկատմամբ և ազնիվ ձեր մտադրություններում։ Զգացմունքային առումով սա բարձրացված ինքնագիտակցության տարի է։ Սովորեք հավասարակշռել փայլելու ցանկությունը,
խորը կապերը պահպանելու անհրաժեշտության հետ։ Կարիճ, խորը փոխակերպման և նորանում։ Ես տեսնում եմ, որ կարիճը մտնում է ինտենսիվ ներքին ալքիմիայի շրջան։ Ձեզ համար 2026 թվականը կոսմետիկ փոփոխությունների մասին չէ, այլ ձեր արժեքների և փորձի վերակառուցման։ Այս փոխակերպումները կարող են ազդել մտերիմ հարաբերությունների, իշխանության հետ կապված խնդիրների, ֆինանսական պարտավորությունների կամ խորը արմատակալ վախերի, որոնք ձեզ թաքտապ են պահում։ Ես զգուշացնում եմ ձեզ, այս ուղին հաճախ ցավալի է, բայց դա ազատագրող է և նորանող։ Կարևոր է ընդունել գործընթացները այնպես, ինչպես դրանք ծավալվում են, չդիմադրել բացահայտող ճշմարտություններին և միևնույն ժամանակ հոգ տանել ձեր մասին։ Նրանք, ովքեր ազնվորեն ու քաջուրությամբ անցնում են այս մաքրգործմանը, կհայտնվեն հասունության նորմակարգի, իրենց սահմանների և իրական ցանկությունների ավելի հստակ ըմբռնման մեջ։ Հոգևոր և հոգեթերապևտիկ պրակտիկաները, ինչպես նաև խորը զրույցները, կլինեն ձեր ներքին ամբողջականությունը վերակառուցելու բանալիները։ Այծեղջյուր։ Կայուն վերելք դեպի գագաթ։ Ես զգում եմ այծեղջյուրի մեջ վստահ և հետևողական վերելք։ 2026 թվականին ձեր ջանքերը, կարգապահությունը և պլանավորումը կհանգեցնեն շոշափելի արդյունքների, պաշտոնի բարձրացում, հաջողություն երկարաժամկետ նախագծերում կամ մասնագիտական կարողությունների ճանաչում։ Սա այն տարին է, երբ ռազմավարությունն ու քրտնաջան աշխատանքը կարդարանան, ոչ թե կախարդականորեն, այլ համակարգված աշխատանքի և համառության միջոցով։ Խորհուրդ իմ աստղագուշակական ուղուց, հիշեք համարժեք գնահատել ձեր ռեսուրսները և մի քանի քայլ հետ գնալու անհրաժեշտությունը հաջորդ քայլը կատարելուց առաջ։ Ձեր անձնական կյանքը կարող է պահանջել ուշադրություն դարձնել աշխատանքի և սիրելիների միջև հավասարակշռությանը։ Ներդրումներ կատարեք հարաբերություններում նույնքան ուշադիր, որքան կանեիք ձեր կարիերայում։ Դուք ներքուստ կամրապնդվեք, զգալով, որ ձեր կատարած յուրաքանչյուր քայլը ձեր ընտրության և համառության արդյունքն է։ Ձկներ։ Երազանքներն իրականություն դարձնելը։ Ես ձկների մեջ տեսնում եմ նուրբ, բայց վստահ անցում երազանքներից դեպի կոնկրետ գործողություններ։ 2026 թվականը խոստանում է հնարավորություն նյութականացնելու այն, ինչը վաղուց մնացել է ձեր երևակայության մեջ՝ ստեղծագործական նախագծեր, հոգևոր պրակտիկաներ և երբեմն անսպասելի կարիերայի շրջադարձեր, որոնք թույլ կտան ձեր ինտուիցիային դրսևորվել ձեր գործողություններում։ Սա ակնթարյան փոխակերպում չի լինի։ Փոխարենը ձեր ներքին և արտաքին աշխարհների միջև նուրբ ներդաշնակությունը թույլ կտա ձեզ դրսևորել ձեր գաղափարները այնպիսի ձևով, որը կարելի է շոշափել և չափել։ Որպես աստղագուշակ, իմ խորհուրդն է շրջապատել ձեր տեսլականները հստակ քայլերով, փոքր, բայց կանոնավոր գործողությունները կհանգեցնեն մեծ փոփոխությունների։ Վստահեք ձեր ներքին նուրբ ձայնին, բայց մի անտեսեք գործնական պլանավորումը։ Արդյունավետ գործընկերությունները և սիրելիների աջակցությունը կբարձրացնեն ձեր հաջողության հնարավորությունները, և դուք ձեր կարեկցանքով և իմաստությամբ աշխարհին կտաք ինչ-որ արժեքավոր և անկեղծ բան։ 3 կենդանակերպի նշաններ, որոնց համար պայծառ շերտ է սկսվում 2025 թվականի նոյեմբերի 20-ի նոր ամուսնից հետո։ Դուք արդեն կարող եք զգալ դա, օդում նուրբ տեղաշարժ, այդ տարօրինակ կայծը ձեր մաշկի տակ, կարծես ինչ-որ բան դանդաղորեն ուժ է հավաքում և մոտենում։ Երբեմն դա զգացվում է որպես թեթև ներքին լարվածություն, կարծես դուք սպասում եք կարևոր նամակի, չնայած ոչ ոք ոչինչ չի խոստացել։ Էներգիան կուտակվում է մի քանի օր և յուրաքանչյուր արևածագի հետ այն դառնում է ավելի համառ, ավելի շոշափելի, ավելի դժվար անտեսելի, նույնիսկ եթե դուք զբաղված եք առօրյա գործերով և փորձում եք մտածել այլ բաների մասին։ 2025 թվականի նոյեմբերի 20-ին մենք մտնում ենք հազվագյուտ տիեզերական պահի։ Արևը և լուսինը միանում են կենդանակերպի ամենախորը և ամենափոխակերպող նշանում՝ կարիճում։ Ինչ-որ բան է եփվում, ինչ-որ կարևոր բան։ Կարիճը, լույսի և ստվերի միջև խորհրդավոր ճանապարհորդը, հրավիրում է ձեզ իջնել ձեր ներքին աշխարհ և ազատել այն, ինչը ձեզ երկար ժամանակ լուռ պահել է։ Սրանք կարող են լինել հին խոստումներ, ուրիշների սպասումներ, երկարատև դժգոհություններ կամ հոգնած «լավ, թող այդպես լինի» վերաբերմունքը, որով դուք ինքներդ ձեզ քնեցրել եք։ Եթե պատրաստ եք պատասխանել այս կոչին և ընդունել այս անցումը, ձեր կյանքում կարող է բացվել նոր գլուխ, մեկը, որը համահունչ է ձեր իրական էությանը։ Պարտադիր չէ, որ դա լինի արտաքին հեղափոխություն։
Երբեմն նոր գլուխը սկսվում է մեկ անկեղծ «ես այլևս սա չեմ ուզում» եւ շատ փոքր, բայց վստահ քայլով։ Ինչն է այս նորալուսինը դարձնում այդքան կախարդական։ Պատկերացրեք բոլոր տիեզերական ուժերը, որոնք համընկնում են, կարծես տիեզերքն ինքն է ձեզ առաջարկում իդեալական պահ ձեր ուղին վերակարգավորելու համար։ Հենց դա է տեղ ունենում նոյեմբերի 20-ին։ Կարիճի նորալուսինը բերում է ինտենսիվություն, որը կարելի է զգալ մարմնում, սրտում եւ այն վայրերում, որտեղ ճշմարտությունը հրաժարվում է թաղված մնալու։ Երբեմն սա ի հայտ է գալիս որպես հանկարծակի հասկացողություն այն մասին, թե ինչու եք այդքան տարիներ շարունակ նույն շրջանակներով պտտվում։ Այս լուսնային պահը Մերկուրիի հետադարձ շարժման շնորհիվ ավելի հզոր է դառնում։ Սկսած նոյեմբերի 9-ից հաղորդակցության մոլորակը հետադարձ է շարժվում աղեղնավորի միջով, վերադառնալով հավատքի, իմաստի եւ անձնական ճշմարտության հարցերին։ Սա վերանայումի շրջան է, երբ մի ժամանակ անցող ասված խոսքերը հանկարծակի կշիռ են ստանում։ Եվ ապա նոյեմբերի 19-ին Մերկուրին սահում է Կարիճի մեջ միանալով նույն նշանի նորալուսնին։ Այս դասավորումը շշնչում է կոնկրետ ուղերձ, թեմաներ, որոնցից խուսափում էիք, զրույցներ, որոնք հետաձգում էիք, զգացմունքներ, որոնք ստվերում էիք մղում, պատրաստ են դուրս գալ մակերես, ոչ թե ճնշելու, այլ ազատելու համար։ Կարծես կյանքը լուր առաջարկում է ձեզ հնարավորություն վերջապես ավարտել տարիներ շարունակ ձգձգված ներքին երկխոսությունը։ Երկվորյակներ։ Սիրելի երկվորյակներ, դուք կյանքի միջով շարժվում եք ինչպես աշխարհների միջև նրբագեղ սուրհանդակներ, ամեն քայլափոխի հավաքելով տպավորություններ, գաղափարներ եւ զրույցներ։ Երբեմն թվում է, թե բառերը շնչում եք օդի պես բնականորեն։ Ձեր պարգևը խոսքի մեջ է, մտքերը իմաստի մեջ հյուսելու եւ կամուրջներ կառուցելու այն մտքերի միջև, որոնք երբեք չէին հանդիպի առանց ձեր մասնակցության։ Դուք ունեք ձայնով արտահայտելու այն, ինչ ուրիշները միայն մշուշոտ են զգում, եւ դա հաճախ կյանքը հեշտացնում է ուրիշների համար։ Եվ այնուամենայնիվ, եթե ձեռքը դնեք սրտին, կան պահեր, երբ մտածում եք, թե արդյոք ինչ-որ մեկը իսկապես տեսնում է ձեզ։ Արդյոք ինչ-որ մեկը նկատում է ձեր կատակների փայլի, հաղորդակցման հեշտության, թեմաների անվերջ հոսքի հետևում այն հանգիստ, խորը մասը, որը թաքնված է այս ամբողջ շարժման եւ ամեն ինչի նկատմամբ հետաքրքրության տակ։ Այս Կարիճի նորալուսինը ձեզ մոտ է գալիս ինչպես օրհնություն, նրբորեն դրված ձեր ափի մեջ։ Այն հրավիրում է ձեզ լցնել ձեր թեթևությունը խորությամբ, խոսել ոչ միայն սրամիտ, այլև անկեղծ։ Թեմայից թեմա ցատկելու փոխարեն դուք կարող եք հանկարծակի ձգվել դեպի իսկապես կարևոր զրույցներ։ Սովորական ցանցային կապերի փոխարեն դուք սկսում եք բացահայտել հոգևոր, գրեթե ընտանեկան կապեր։ Մարդիկ, որոնց շուրջ դուք ձեզ զգում եք ոչ միայն հետաքրքիր զրուցակիցներ, այլև կենդանի եւ անկեղծ։ Ինչ է այժմ հնարավոր դառնում ձեզ համար։ Ձեր հաղորդակցությունը ձեռք է բերում խտություն, ձեր խոսքերը կրում են կշիռ, մտադրություն եւ հուզական ճշմարտություն։ Ձեր ասածը կարող է դիպչել ուրիշներին ոչ թե որովհետեւ այն խելացի է, այլ որովհետեւ այն անկեղծ է։ Մարդիկ սկսում են լսել ոչ միայն ձեր ինտելեկտը, այլև ձեր խոցալելությունը, ձեր մարդկային ճշմարտությունը։ Մտքերը, որոնք շաբաթներ, գուցե նույնիսկ ամիսներ շարունակ պտտվում էին ձեր գլխում, վերջապես գտնում են իրենց ձայնը։ Դուք սկսում եք տեսնել, թե որտեղ են ձեզ պաշտպանել հին հաղորդակցման ձևերը, պահելով մակերեսին, եւ դուք գիտակցորեն ընտրում եք ավելի խորը գնալ, այնտեղ, որտեղ դուք ձեզ վախեցած, բայց կենդանի եք զգում։ Սա այն պահն է, երբ ձեր գաղափարները կարող են վերափոխվել ինչ-որ շոշափելի, իմաստալի եւ երկարատև բանի, նախագծի, տեքստի, դասընթացի, զրույցի, որը վերափոխում է նաեւ ձեզ։ Մեղմ պրակտիկա առաջիկա օրերի համար։ Հատկացրեք մեկ երեկո ձեզ համար։ Լցրեք ձեզ համար տաք ըմպալիք, գտեք մի հանգիստ անկյուն եւ բացեք գեղեցիկ տետր կամ օրագիր։ Գրեք 3 բան, որոնք վաղուց եք ցանկանում անել, բայց անընդհատ հետաձգում եք։ Հնարավոր է, դա զրույց է, որոնք դուք խուսափում եք։ Հնարավոր է, դա նախագիծ է, որը մնացել է ձեր մտքերում, բայց դեռևս լիովին չի տարածվել աշխարհում։ Կամ գուցե համրտություն է, որը դուք ցանկանում եք սովորել, ինչպես նոր լեզու ձեր հոգու համար։
Այդուհետև մտածեք մեկ պարզ, մեղմ առաջին քայլ այս 3 բաներից յուրաքանչյուրի համար։ Ոչ թե պարգև պլան, ոչ թե հսկայական ցատկ, պարզապես շարժում, փոքր, բայց իրական։ Եթե դուք այս քայլերը ձեռնարկեք մինչև նորալուսին կամ նորալուսնի օրը, դուք կարեզոնանցեք այն հոսանքներին, որոնք արդեն իսկ ձեզ առաջ են տանում։ Ձեր ուղերձը տիեզերքից։ Թույլ տվեք ինքներդ ձեզ գնալ ավելի խորը, քան մակերեսը, համարձակվեք խոսել ձեր ներսում գտնվող այն վայրերից, որոնք երկար ժամանակ լռության մեջ եք պահել։ Ձեր խոսքերը կարող են բուժել, ձեր ձայնը կարող է կապել աշխարհները։ Կշեռք, սիրելի կշեռքներ, դուք ներդաշնակության պահապաններն եք, նրանք, ովքեր զգում են դիսոնանսը նույնիսկ նախքան որևէ մեկը նկատի օդում առկա աննշան փոփոխությունը։ Դուք լսում եք, մեղմացնում, հաշտվում եւ հարմարվում, երբեմն գրեթե աննկատելիորեն։ Դուք ցանկանում եք, որ ձեր շրջապատի բոլորը իրենց զգան անվտանգ եւ պաշտպանված, եւ դա հրաշալի նվեր է։ Բայց այս կարիճի նորալուսինը ձեզ բերում է հանգիստ, բայց հզոր հիշեցամ։ Հավասարակշռությունը չի ստեղծվում հավերժ տալով։ Հավասարակշռությունը ծնվում է այնտեղ, որտեղ ձեր կարիքները բավարարվում են։ Այս լուսինը ձեզ հրավիրում է սուզվել ձեր սրած դիվանագիտության հարթ մակերևույթի տակ։ Այն հարցնում է, ոչ միայն թե ինչպես կարող եք պահպանել խաղաղությունը ձեր շուրջը, այլև ինչպես կարող եք զարգացնել խաղաղություն ձեր ներսում։ Սա նոր տեսակի ներդաշնակություն է, ոչ թե այնպիսին, որտեղ դուք անընդհատ հարթեցնում եք կոպիտ եզրերը բոլորի համար, այլ այնպիսին, որտեղ դուք պարտավոր չեք զոհաբերել ձեզ ուրիշի հոգեկան խաղաղության համար։ Որտեղ անկեղծությունը հնարավոր է նույնիսկ այն դեպքում, երբ այն մի փոքր անհարմար է։ Ինչ է այժմ հնարավոր դառնում ձեզ համար։ Դուք սկսում եք տեսնել օրինաչափություններ, որոնցում դուք փոխանակել եք ձեր սեփական ճշմարտությունը պարզապես հակամարտությունից խուսափելու համար։ Դուք նկատում եք պահեր, երբ կրում եք բոլորի հուզական բեռը, հույս ունենալով, որ դա անելով կարժանանաք սիրո եւ երախտագիտության։ Մասնագիտական կամ համագործակցային նախագծերում զրույցները կարող են անսպասելիորեն շրջվել ձեր օգտին, քանի որ դուք սկսում եք սահմաններ սահմանել ավելի հստակ եւ ավելի նրբորեն։ Որոշումների կայացման գործընթացում ի հայտ է գալիս ավելի խորը վստահության զգացում, երբ դուք այնևս չեք առաջնորդվում ինչ-որ մեկին հիասթափեցնելու վախով, այլ ներքին հավասարակշռվածության զգացողությամբ։ Մոտակա օրերի համար նուրբ պրակտիկա։ Տվեք ինքներդ ձեզ մեկ սիրով սահման, միայն մեկ, բայց իրական։ Հնարավոր է, որ դուք մերժեք այն հրավերը, որը ձեզ ուժասպատ կանե, ոչ թե սնուցի։ Հնարավոր է, որ առանց արդարացման ասեք, սա ինձ համար ճիշտ չէ։ Կամ դուք կդադարեցնեք ավտոմատ այոն եւ փոխարենը կհարցնեք ինքներդ ձեզ, սա ճիշտ է ինձ համար, թե ես այս փոր երկրորդ անգամ ընտրում եմ խաղաղություն ցանկացած գնով։ Խոսեք ձեր կարիքների մասին նրբորեն, բայց մի կուլ տվեք դրանք։ Ձեր ձայնը արժանի է տարածքի։ Ձեր ուղերձը տիեզերքից։ Գտեք ձեր կենտրոնը, ոչ թե բոլորին եւ ամեն ինչին կառչելով, այլ ինքներդ ձեզ անկեղծ պահելով։ Երբ ձեր ներքին աշխարհը հավասարակշռված է, արտաքին աշխարհը աստիճանաբար կարգավորվում է։